Դերասանուհի Էմմա Մանուկյանը վերջին զանգը հեռուստասերիալում Աննայի կերպարով իսկապես փայլում է ներկայացնելով խորքային, զուսպ և ներքին լարվածությամբ լի կնոջ կերպար։ Նրա խաղը նկատելիորեն տարբերվում է Դիանա Գրիգորյանի նախորդ նախագծերում մարմնավորած կերպարներից, որտեղ նա ներկայանում էր թեթև, զվարճալի և երբեմն թեթև սոլիկ կանացի կերպարով։ Այս անգամ Էմմա Մանուկյանը բացահայտվում է բոլորովին այլ, հասուն, պատասխանատու և հոգեբանական ծանրություն կրող կնոջ կերպարով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նրա դերասանական լայն հնարավորությունները և, իհարկե, նրա սիրված լինելը հեռուստադիտողների կողմից։ Էմմա Մանուկյանն այն դերասանուհիներից է, ով իսկապես սիրահարված է իր մասնագիտությանը։ Նրա համար դերասանությունը պարզապես աշխատանք չէ, այլ ապրելակերպ, ներքին պահանջ ու հոգևոր ճանապարհ։ Նա ակտիվ է ոչ միայն հեռուստասերիալներում, այլև թատրոնում, որտեղ յուրաքանչյուր դեր խաղում է մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով։ Թատերական բեմը նրա համար հատուկ տարածք է, որտեղ դերասանուհին կարողանում է ամբողջությամբ բացվել, փորձարկել և շարունակաբար զարգանալ։ Դերասանուհու կյանքում արվեստը ներկայություն ունի ոչ միայն աշխատանքի, այլև ընտանիքի մակարդակով։ Էմմա Մանուկյանն ամուսնացած է դերասան Վիլեն Սարգսյանի հետ։ Նրանց ընտանիքը ստեղծագործական է, արվեստի շնչով լի և թատերական, կինեմատոգրաֆիական մթնոլորտով։ Նրանց դուստրը՝ Սառան, արդեն փոքր տարիքից մեծանում է կուլիսներում և, կարելի է ասել, արվեստի մեջ է ծնվել։ Սառան իսկական գեղեցկուհի է, բայց ամենակարևորը՝ արվեստասեր երեխա։ Նա սիրահարված է դրամատիկական թատրոնին, գիտի գրեթե բոլոր ներկայացումներն անգիր, հաճախում է փորձերին, հետևում դերասանների աշխատանքին և արդեն ունի իր սիրելի դերասաններն ու բեմական պահերը։ Բացի այդ, Սառան սովորում է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում, ինչը ևս մեկ անգամ խոսում է նրա բազմակողմանի հետաքրքրությունների և ստեղծագործական ներուժի մասին։ Թատրոնում նրան շատ են սիրում, քանի որ նա դարձել է այդ միջավայրի անբաժանելի մասնիկը՝ միշտ ժպիտով, հետաքրքրությամբ ու արվեստի հանդեպ անկեղծ սիրով։ Էմմա Մանուկյանն անկեղծորեն խոստովանում է, որ իրենց ընտանիքի կենցաղը շատերի համար կարող է տարօրինակ թվալ։ Թատրոնում ընկերները շատ են սիրում նրան, մի խոսքով, կուլիսներում է մեծանում, ինքն էլ իր աշխարհն ունի, հայրն էլ է զբաղված, փորձեր, նկարահանումներ։ Մեզ համար բնական է դարձել մեր կենցաղը։ Ճիշտ է, կողքից մեկ-մեկ լսում եմ, թե ձեր ընտանիքում յուրաքանչյուրն իր կյանքով է ապրում։ Մեզ համար դա դարձել է սովորական, առօրյա։ Այո, դա մեր կյանքն է և մենք երջանիկ ենք, նշել է դերասանուհին։ Էմմա Մանուկյանն ընդգծում է նաև, որ իր և ամուսնու արվեստի նկատմամբ հայացքները շատ նման են, եթե չասենք նույնը։ Նրանք փոխադարձ հարգանքով են մոտենում միմյանց ընտրություններին։ Եթե ես կարդում եմ ու հասկանում, որ տվյալ դերն ինձ համար ընդունելի չէ կամ, ուղիղ ասած, ամուսնուս սրտով չի լինի, միանգամից մերժում եմ, ասում է նա, շեշտելով, որ ընտանիքում ներդաշնակությունն ու փոխըմբըռնումն առաջնային է։ Վերջին շրջանում դերասանուհին նոր լուսանկարներ էր հրապարակել դստեր հետ միասին, որոնք մեծ ջերմությամբ են ընդունվել հանրության կողմից։ Լուսանկարներում զգացվում է մայր ու դուստր հատուկ կապը, սերն ու խաղաղությունը, որը տիրում է նրանց ընտանիքում։ Մի խոսքով, Էմմա Մանուկյանը ոչ միայն ուժեղ դերասանուհի է, այլ նաև ներդաշնակին նվիրված մարդ և արվեստի մարդ։ Վերջին զանգը սերիալում նրա ներկայությունը սյուժեին տալիս է խորություն, իսկ իրական կյանքում նրա ընտանիքը հանդիսանում է գեղեցիկ օրինակ, ինչպես կարելի է համադրել արվեստը, ընտանիքն ու երջանկությունը մեկ ամբողջության մեջ։ Էմմա Մանուկյանի կերպարը վերջին զանգը սերիալում շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը։ Աննան այն կանանցից է, ովքեր ներսում կրում են ծանր լռություն, չասված ցավ ու տարիներով կուտակված ապրումներ։ Դերասանուհին շատ նուրբ է փոխանցում այդ ներքին պայքարը առանց ավելորդ բառերի, միայն հայացքով, շարժումով, լռությամբ։ Հենց սա էլ է պատճառը, որ հեռուստադիտողը հավատում է կերպարին, ապրում նրա հետ և հաճախ նույնիսկ ցավում նրա համար։ Սերիալի վերջին զարգացումներում Աննայի հոգեբանական վիճակն ավելի է բարդանում։ Նա հայտնվում է իրավիճակների մեջ, որտեղ ստիպված է բախվել անցյալի սխալներին, ընտանիքի ներսում թաքնված գաղտնիքներին և ճշմարտություններին, որոնք կարող են կործանարար լինել։ Էմմա Մանուկյանի խաղն այս փուլում առավել խորն ու ծանր է դարձել, և շատ հեռուստադիտողներ արդեն նշում են, որ նրա կերպարը սերիալի ամենաուժեղ դրամատիկ գծերից մեկն է։
Թատրոնում էլ դերասանուհին չի դադարում ակտիվ գործունեությունը, նա ընդգրկված է մի շարք ներկայացումներում, որտեղ յուրաքանչյուր կերպարի մոտենում է մեծ լրջությամբ։ Թատերական բեմը նրա համար այն վայրն է, որտեղ նա կարողանում է մաքրվել, կերպարից կերպար անցնելով, նոր շնչառություն ստանալու, վերադառնալ նկարահանումներին ավելի ուժեղ ու կենտրոնացած։ Այդ բազմազան փորձը զգացվում է նաև հեռուստաեթերում, նրա խաղը դարձնելով ավելի հասուն ու վստահ։ Էմմա Մանուկյանը հաճախ է շեշտում, որ դերասանի համար կարևոր է ներքին ազնվությունը, նա չի ձգտում ցանկացած գնով հայտնվել էկրանին կամ ընդունել ցանկացած առաջարկ։ Նրա համար առաջնային է կերպարի արժեքը, ասելիքը և այն, թե ինչ կարող է այդ դերը տալ թե իրեն, թե հանդիսատեսին։ Այս մոտեցումն էլ նրան առանձնացնում է որպես մտածող և պատասխանատու դերասանուհի։ Ընտանիքում արվեստը շարունակվում է որպես բնական միջավայր։ Սառան արդեն ունի իր սիրելի բեմը, դերասաններին ու երաժշտական գործիքները։ Էմմա Մանուկյանն այն դերասանուհիներից է, ովքեր չեն սիրում աղմուկը, սկանդալներն ու ավելորդ ինքնագովազդը։ Նրա ուժը հանգիստ, հավասարակշռված ընթացքի մեջ է թե արվեստում և թե անձնական կյանքում։ Հենց այդ հավասարակշռությունն է, որ նրան դարձնում է վստահելի թե էկրանին, թե իրական կյանքում։